Վրաստանի վարչապետը աշխատանքային այցով Չինաստանի ժողովրդավարական հանրապետությունում է։ Կառավարության ղեկավարը հանդիպել է Չինաստանի ժողովրդավարական հանրապետության պետական խորհրդի վարչապետի Լի Ցյանի հետ, նրանց հետ են եղել նաև նախարարների կաբինետի ներկայացուցիչները։ Կստորագրվի հուշագիր եւ կարվի համատեղ հայտարարություն։ Հիշեցնենք, որ Իրակլի Կոբախիձան Չինաստանում է վարչապետի հրավերով։ Նա մասնակցում է Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսի բացման արարողությանը։ Նշենք, Վրաստանը ընթացիկ տարի մասնակցում է որպես պատվավոր հյուր։ Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարի, քիչ հավանական է, որ Եվրահանձնաժողովի զեկույցը դրական կլինի Վրաստանի նկատմամբ եւ կարտացոլի Վրաստանի արձանագրված նշանակալի առաջընթացը։ Մակա Բոճորիշվիլիի խոսքով վերջերս Եվրամիությունից հաճախ են լսվում կողմնակալ եւ ոչ օբյեկտիվ գնահատականներ, հավանաբար դրանք նաեւ կարտացոլվեն զեկույցում։ Նրա խոսքով այս կարծիքը հիմնված է տարվա ընթացքում Եվրամիության կողմից արված մեկնաբանությունների եւ ձեռնարկած քայլերի վրա։ Եվրամիության ընդլայնման հարցի շուրջ քննարկումներին Եվրահանձնակատար Մարտա Քոսը արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին կներկայացնի 2025 թվականի ընդլայնման փաթեթը։ Կլինի նաև քննարկում նվիրված Եվրամիության անդամակցության ուղղությամբ թեկնածու եւ պոտենցիալ թեկնածու երկրների կողմից արձանագրված առաջընթացին։ Հավանաբար քննարկվելու է նաև Վրաստանի հարցը։ Մի քանի օր առաջ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչեսկին հայտարարեց, որ Վրաստանի վերաբերյալ ընդլայնման զեկույցը կհրապարակվի նոյեմբերի 4-ին։ Դիվանագետի խոսքով սա կլինի մի փաստաթուղթ, որը մանրամասն նկարագրելու է, թե ինչ է տեղի ունեցել Վրաստանում վերջին 1 տարվա ընթացքում եւ ինչպես է դա կապված երկրի Եվրամիության անդամ դառնալու ձգտումների հետ։ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցավ Մտկվարի հիդրոէլեկտրոկայանի գործով նիստը, որը վերաբերում է համաներդրումային հիմնադրամի նախկին ղեկավարին Գյորգի Բաչիաշվիլիին։ Քննարկվեց մեղքի ընդունման համաձայնագիրը։ Բաչիաշվիլին ինքը ներկա էր նիստին, վերջինս նշեց, որ անհասկանալի է, թե ինչի մեջ է մեղադրվում ինքը անձամբ։ Պետական մեղադրության տվյալներով Գյորգի Բաչիաշվիլիի կողմից իր պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով հիմնադրամը կրել է $100 միլիոն վնաս։ Քաղաքային դատարանում լսել են ազգային շարժման անդամի Անի Ծիթլիձեի գործը։ Պատա Զաքարաշվիլին նրան դատի է տվել զրպարտության համար։ Աննա Ծիթլիձեն սոցիալական ցանցում Զաքարաշվիլիին որակել է ստախոս։ Զաքարաշվիլին սա համարել է զրպարտություն եւ դիմել է դատարան հայտարարությունը մերժելու եւ վնասի փոխհատուցում ստանալու համար։ Գործի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 23-ին։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են 1952 թվականին ծնված անձի անչափահասի բռնաբարության մեղադրանքով։ Ընթացիկ քննության շրջանակներում պարզվել է, որ հանցագործության մեջ մեղադրվող անձը բռնության գործադրելով բռնաբարել է անչափահաս գյուղացուն։ Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են Կասպիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում գտնվող իր սեփական տանը։ Հանցագործությունը պատժվում է 20 տարի կամ ՑՄ ազատազրկմամբ։ Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացու, նախկինում դատապարտված անձանց հրազենի եւ զինամթերքի ապօրինի խմբակային ձեռքբերման, պահպանման եւ կրելու եւ վաճառքի փաստով։ Կատարված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները ապօրինի կերպով գումարի դիմաց քաղաքացուց խմբակային ձեռք են բերել հրազեն եւ զինամթերք։ Իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առևանգել են ապօրինի զենք եւ զինամթերք։ Առևանգվել է նաեւ գումար։ Հանցագործությունը պատժում է մինչեւ 11 տարի ազատազրկում։ Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն իր տեղակալ Ալեքսանդրե Տարախվելիձեի Ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն իր տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձեի հետ այցելել է միգրացիայի դեպարտամենտ, աշխատանքային հանդիպում անցկացրել ղեկավարների հետ եւ զննել ենթակառուցվածքները։ Նախարարը միգրացիայի դեպարտամենտի տնօրենից տեղեկություններ է ստացել երկրում միգրացիայի հետ կապված մարտահրավերների, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։
Երկրում շրջանառվում է տարատեսակ շնչառական վիրուսներ, դրանց թվում է նաև ռինովիրուսը։ Իաշվիլի անվան պետական կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրենի խոսքով երկրում գրանցվում է նաև կորոնավիրուսի դեպքեր։ Ինչ վերաբերում է գրիպին, ապա ըստ Իվանե Չխեիձեի երկրում գրիպի դեպքեր չեն գրանցվել։ 2025 թվականի 10 ամսվա ընթացքում վրացական գինին ներկայացվել է մոտ 20 երկրներում անցկացված 29 ցուցահանդես փառատոներում և մոտ 250 համատեղ սեմինարներում։ Նույն ժամանակահատվածում Վրաստանում անցկացվել է 17 գինու շրջագայություն արտասահմանյան գինու մասնագետների մասնակցությամբ։ Այս միջոցառումները ծառայում են վրացական գինու արտահանման ներուժի մեծացմանը և շուկաների դիվերսիֆիկացմանը։ Այս նպատակով ընթացիկ տարի պետական բյուջեից հատկացվել է 17 միլիոն 400 հազար լարի։